Միքայել Դարբինյան, ԱՄՆ նախկին դիվանագետ, ռազմավարության եւ անվտանգության հարցերով խորհրդատու, Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության թիմի խորհրդատու։ Նա կխոսի 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները, հետևանքները անվտանգության եւ ինքնիշխանության համար թեմատիկայով կօգտագործենք նաեւ քարտեզներ, եթե հնարավոր է որոշենք միացնենք եւ սկսենք ելույթը։ Շնորհակալ եմ։ Ողջույն բոլորին, նորից մի հատ փոքր ներկայացում ենք PowerPoint ենք պատրաստել։ Ներողություն կխնդրեմ, որ հիմնականում անգլերեն կանեմ այս ամենը, բայց տեղ-տեղ որոշ սլայդերում տվյալներ կան, որ ուզում եմ հայերեն ներկայացնեմ, որ ավելի հեշտ լինի այդ անցալումը։ Այսօր խոսալու ենք Ադրբեջանի կողմից 2020 թվականից հետո Հայաստանից բռնազավթած տարածքներ։ Բոլորս գիտենք, որ 44 օրից հետո Հայաստանի սահմանները առավել խոցելի դարձան, մասնավորապես Սյունիքի տարածքը, Շորժա, Սոտք, այդ տարածքները շարունակական ներխուժումների հետևանքով։ Սա մի քիչ Ocean analysis, այսինքն բաց աղբյուրների հետազոտություն եմ կատարել։ Անգլերեն է սա, մի հատ փոխեմ անգլերենի։ So all information here is contained in this presentation is based on open sources. Այս պրեզենտացիայում գտնվող ողջ տեղեկությունը, տվյալները բացառապես բաց աղբյուրներից են գտնվում, որովհետեւ այստեղ գաղտնիք չկա, ուղղակի հանրությանը հասանելի տվյալներ են այս ամենը։ Estimations versus exact numbers. In some places we don't have exact numbers, but instead we have estimations. Որոշ տեղերում ստույգ ճշգրիտ թվեր չունենք, ուղղակի մոտավորապես թվեր ենք ներկայացնում։ Եւ occupied territory inside Armenia is measured as the midpoint between Armenian and Azeri military positions. Այսինքն ինչպես ենք հաշվում, սա էլ կարևոր է նշեմ, հետո արդեն թարգմանիչը հետեւյալ իմ խոսքերը կթարգմանի։ Ոնց ենք նշում օկուպացված տարածքները։ Կան դիրքեր, հայկական եւ ադրբեջանական դիրքեր, մենք օկուպացված տարածքները չափում ենք միջին կետից, այսինքն երկու դիրքերի մեջտեղից մոտավորապես, որ ավելի ոչ թե ուղղակի որտեղ որ ադրբեջանական պոստերն են, դիրքերն են գտնվում, այլ միջին տարածքից, որ միևնույն այդ տարածքը, միջդիրքային տարածքը անգործելի, անօգտագործելի է գտնվում, այնպես որ դա եւս համարվում է օկուպացված տարածք։ So, starting 2021, approximately 252 square kilometers of Armenian sovereign territory is occupied by Azerbaijan, militarily occupied. Approximately 103 Azeri military positions are located inside Armenian borders, not along the borders, inside on the borders. At least 24 Armenian positions have been captured since the 2020 Nagorno-Karabakh war. And Azeri forces control the majority of heights inside Armenia that they've occupied. Հայերեն շուտ ասեմ, 252 քառակուսի կիլոմետր տարածք մոտավորապես 252 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի տարածքից գտնվում է Ադրբեջանի օկուպացման ներքո։ Մոտավորապես այս ամենը 2021 թվից սկսած 103 ադրբեջանական դիրք է գտնվում հայկական սուվերեն տարածքում, ոչ թե սահմանում, այլ տարածքից ներս։ 21 թվականից ներխուժումների հետևանքով առնվազն 24 հայկական դիրք է գրավել Ադրբեջանի կողմից, այսինքն ադրբեջանցիները գրավել են այդ դիրքերը եւ առաջ են եկել կամ կանգնել են մոտավորապես այդ տարածքում եւ իրանք իրենց դիրքն են հիմնել արդեն խրամատը նայելով դեպի Հայաստան։ Եվ վերջինը ադրբեջանական գրեթե բոլոր օկուպացված տարածքներում 21 թվից շարունակ ադրբեջանական զորքը
հիմնականում այդ բարձրադիր գոտիները իրանք են տիրապետում, այսինքն առավելություն ունեն, որտեղ իրանք հիմնական այդ բարձր տարածքներն են տիրապետում. The border situation after the 44-day war. These are Armenian borders, սրանք այս ամենամոտավոր թվեր են, all the approximations, Armenian positions, the green line. This is starting 2021, sorry. Approximately 550 Armenian military positions, approximately, facing approximately 450 Azeri positions. This is a Nakhichevan exclave. We have approximately 145 Armenian positions and 130 Azeri positions. And to kind of compare it with Nagorno-Karabakh, this is a line of contact, Shapman Gitsa, Artsakhi Hanrapetutyan, 390 military positions, Artsakhi, versus 360 Azeri positions. Just to give you a picture. So there's approximately in total, as of right now, Hensima, as of right now, we have 645 military positions, Armenian military positions, facing 580 Azeri positions, approximately. And by positions, we mean trenches enough for approximately a 10, 15-person crew, let's say. So these are some of the major incursions or major clashes that have taken place since 2021. So in 2021, we had in May, June, July, November, other incursions. The first one started in May. September 2022 was a major one, which we'll talk about in a second. In 2023, we had April, May, June, September, approximate like the major clashes. And in February 2024, Nerkinhand, which is south, there's another clash there. So these are the major clashes that have taken place since 2021. I mentioned some areas next to these, Sotk, Shorja, Verin, Shorja, etc., but not all of them, because it's all open source intelligence, so we want to keep it that way. And these are the main areas. The red dots, these are the main areas of the clashes. We can see they coincide with the area that was ceded, that was signed off to the Azerbaijani side after the 44-day war. This whole area right here. These areas here were militarily captured by Azeri forces in the south. So approximately from this area up, it was all ceded, territory ceded by the current Armenian government. And this is a map. It's kind of vertical, but we have again 252 square kilometers of territory inside Armenia. If you can kind of make this out, here's a border, the new border. Red areas are areas occupied by Azerbaijan inside Armenia, and these are it approximately 14 square kilometers, 1256, and where we are right now, can anyone take a guess? How many? 80 square kilometers approximately, 5-6 kilometers from here, under Azeri occupation. So that was a result of the September 2022 incursions. We have 20 kilometers, another 42 in this area, and down south, which recently actually I found out through open sources, 28 square kilometers. I think on Վերջերս իմացանք բացախբիրների միջոցով, որ ներքին հանդի տարածքում 28 քառակուսի կիլոմետր մոտավորապես տարածք Հայաստանի մեջ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության օկուպացիայի տակ։ Մինչև այդ ուրիշ թվեր կային, ավելի քիչ թվեր, բայց միջդիրքային տարածքը եթե չափում ենք, դառնում է մոտավորապես 28 քառակուսի կիլոմետր, բավականին շատ։ And this one right here, this is a FIRMS, Fire Information for Resource Management Systems. This is by NASA. NASA projects these maps daily, weekly, monthly, showing where fires are located in the whole world. This is September 2022. Սա սեպտեմբերի 12-ին եմ screenshot արել. Սա NASA-ի կողմից հրապարակված հանրությանահասանելի քարտեզ է, որը ցույց է տալիս հրդեհներ, ողջ աշխարհով մեկ կան, սա իրանք են դնում արբանյակային միջոցներով, իրանք նկարագրում են այս ամենը։
նկարում են ավելի ճիշտ կներեք, եւ սա սեպտեմբերին, տեսնում ենք, որ սեպտեմբերի 12-ին ուղիղ հենց այն տեղերը, որտեղ բախումներ էին ունեցել, այդ ներխուժումները հիշում ենք, այդ նույն տեղերում են, այստեղ, սա ավելի մանրամասն կտեսնենք, սրանք կարող է ուղղակի հրդեհները դեն, բայց սրանք համընկնում են հենց այն տեղերի հետ, որտեղ ներխուժումները տեղի ունեցան։ Առաջինը, the first one, կուտական, the yellows, Azeri military positions, white ones, Armenian military positions, տեղիները, ադրբեջանական, սպիտակները, հայկական, մոխրագույնը, գրաված հայկական դիրքերը, կարող ավելի շատ լինեն, բայց բացախբիրներին այսքանն է հասանելի, մոտավորապես միջդիրքային տարածքը, մի քիչ թեքված է, վերևից չէ, վերևից է տնայից միջդիրքային տարածքն է, բայց կողքից նայում ենք, որ մի քիչ ֆոնը երևա, 14 քառակուսի կիլոմետր, սա, Վարդենիս, Սոտկի, մոտավորապես պատկերացնում ենք, այս որտեղը չէ, Սոտկի, Ոսկե հանքը, հարավային Կովկասի ամենամեծ Ոսկե հանքը, 4 կիլոմետր այդ ուղղությամբ, եւ այստեղ ունենք 56 քառակուսի կիլոմետր, այստեղ բազմաթիվ բախումներ են ունեցել. So this is one of the major areas where there's been numerous attacks by the Azeri side. They were able to capture some Armenian military positions on that side. It's approximately 6.5 kilometers from some towns, some villages, and the water that they use, these villages, for irrigation, they're under Azeri control, we can say, fire control. So we have another one. If we remember, one of the areas where there's big problems was the armed forces, security, which was ignored for years. One of the problems we saw in Azat in 2023, it was where troops were stationed. A fire broke out there. 2023, 15 servicemen were burnt alive in this small barrack-type location. It wasn't up to safety standards, and a lot of other issues there. But if it was up to safety standards, this would have been avoided. Took place right there. That's the one. And this. Սա, որը հիմա պետք է ցույց տա, մոտավորապես այս տարածքից է, մոտավորապես այդտեղից է, ադրբեջանական կողմից է նկարահանված. This is filmed by the Azeris showing Armenian military positions. Հայկական դիրքը, տեսնում եք այնտեղ, սրանք արդեն հայկական գյուղերն են, ընդհանրապես ինչքան 5-6 կիլոմետր հեռավորության վրա. Հայկական դիրքը, ջրերը, աղբյուրները արդեն իրանց նշանառության տակ. Arkasındaki Nərmanlı, Hüseyin Qulağalı kəndidir. Şardakենք. Սա Ջերմուկն է. This is Ջերմուկ, where we are right now, 80 kilometers, square kilometers, approximately under Azeri military occupation, մոտավորապես այստեղ է. Ինչպես ենք չափում, միջդիրքային տարածքով, դեղինները, դիրքերն են, ադրբեջանական դիրքերը, սպիտակներն հայկական. Ինչ որ Արբանյակից երևում է, այդպես էլ պարզ երևում է այստեղ, 80 քառակուսի կիլոմետր. Մոտավորապես նշեցինք 5 կիլոմետր հեռավորության վրա, բայց մոտավորապես այս համայնքից, այս տարածքից 5-ից ավելի քիչ կլինի. Մոտավորապես մենք որտեղ որ գտնվում ենք, մոտավորապես 6-8, բայց ոչ այդքան հեռու. So about 5-6 kilometers from where we are right now. Սա Իշխանասարի հյուսիսային կողմն է. Այստեղ էլ բնակելի տեղեր չկան այստեղ, բայց բավականին բարձր, մոտավորապես 3000 ծովի մակերևույթից 3000 մետր բարձր, բավականին բարձր դիրքեր են սրանք էլ. Very high positions right here. It's approximately 3000 meters above sea level. These ones, it's not really inhabited. It's an area that's not really inhabited. 20 քառակուսի կիլոմետր այստեղ. Սա Սևլիչը, հիշում ենք Սևլիչը, առաջին ներխուժումները, չէ, Սևլիչում էին տեղի ունեցել մայիս, չէ, ապրիլ-մայիս 2021 թվականներին։ Հենց այդ էր, հենց սա էր Սևլիչը, սա էլ է եւս մոտավորապես իմ հաշվարկներով սրանք գրաված հայկական դիրքեր են։
կարող է եւ որոշ բան փոխված լինի, բայց ես իմ համոզված իմ բացախբիրները սրանք գրաված հայկական դիրքեր են, հայկական դիրքերը գտնվում են ցածրադիր տարածքներում, ադրբեջանականները բարձրադիր տարածքներում, այս բարձր եւ hence այստեղ so Azeri positions mainly in the highlands here, these are captured from, according to my estimations, captured Armenian positions here during the September 2022 incursions. Azeri positions are at the higher spots right here, at the heights, 4.5 kilometers from the north-south highway that we came on. So, 4.5 kilometer մոտավորապես հյուսիս հարավ մայրուղու, որ գորիս են գնում այդ ճանապարհին 42-42 կիլոմետր այստեղ։ Եվս մեկ բան հիշում ենք նաև հոկտեմբերին ինձ թվում է հոկտեմբերին էր դուրս եկել, որոշները կարող է ճշտեն ինձ, հոկտեմբեր ամսին 22 թվականի հոկտեմբեր ամսին հայ գերիներին են գնդակարել։ Կարծեմ հոկտեմբերի 8-ին էր դուրս եկել այդ կադրը, եթե չեմ հիշում, բայց դա գտնվում էր հենց այս դիրքում։ Այդտեղ ֆրանսիացի մի հատ վերլուծաբաններ գտել, ես էլ ճշտեցի, հենց այդ դիրքում էին գնդակարել։ Ստույգ տվյալներ չկան, քանի հոգի էին, բայց ծանր կադրեր են։ Սա արդեն the last one, this is the last one. This is Ներքին Հանդ, սա Ներքին Հանդն է։ Ես ինքս այստեղ աշխատել եմ ճիշտ ասած, հիշում եմ հենց այս կոմերը, վերևները չեմ եղել, բայց So there were several incursions here. I think it was 2 or 3 waves of incursions since 2021. Initial ones were approximately this area. They were approximately this area, and then they moved forward, according to my estimations. And these areas were also came afterwards. So this is a major area, 28 square kilometers. The village cemetery is right here. So you can't really go to the village cemetery because it's right on between the military positions. Սայլ Արագասեմ, Ներքին Հանդն է, 28-42 կիլոմետր, սկզբում իմ հիշելով մոտավորապես այս տարածքներ, հետո առաջ եկան ադրբեջանական դիրքերը, մի 2-3 ներխուժման ընթացքում էր ինձ թվում այս ամենը կատարվել, բայց դիրքերը պարզ երևում են։ Սա ուրիշ ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական դիրք եւ լոգիստիկայի այսպես ասած ճանապարհ։ And the last one, Yeverchina, examples of Armenian military positions after 2020. That, and that. Examples, not all of them. They're examples of them. Some of the types that we have. Not enough protection. I really don't know what's going to protect you in this place right here, or in this place. The majority of them were captured by Azeris. I think all of these were captured by Azeris, by the Azeri side during ongoing incursions. And these down here are Azeri military positions built after 2020. So you can see, I mean, not all of them are like this, and not all Armenians are like this, but, there's a lot of Armenian ones like that. And if we had these types of military positions, given a few other factors, it would have been we would have had an easier time possibly defending them. Օրինակներ, սրանք միայն օրինակներ են։ Օրինակներ հայկական դիրքերի, այս բոլոր դիրքերն այստեղ գրավել են ադրբեջանական կողմից։ Ոչ բոլոր հայկական դիրքերը սրանց նման են, բայց սրանք ուղղակի օրինակներ են։ Սա Շորժայի մոտակայքում, իսկ ներքևում 2020 թվականից հետո ադրբեջանական դիրքեր են սրանք հիմնական Հայաստանի տարածքի մեջ։